Պուտինը շատ պարզ հասկացրեց, որ ինքը երկար-բարակ որևէ ձևաչափով դիվանագիտական այսպես մեթոդներով չի շարժվելու Հայաստանի նկատմամբ։ Նախ ամենաառաջինը Պուտինը կրկին ցույց տվեց, որ եթե ինչ որ կարելի է Արևմուտքին, այդ էլ կարելի է Ռուսաստանին։ Շատ շատերը հիմա կզարմանան, որ ասենք Պուտինը Նիկոլին խորհուրդ է տալիս լոյալ վերաբերվել ռուսամետ ուժերին, ովքեր մասնակցելու են տեղի ունենալիք ազգային ժողովի ընտրություններին, բայց դա պատահական չէ, որովհետև նույն Նիկոլը ռուսական, այսպես ասած, հիբրիդային պատերազմի դեմ պայքար մղելու համար անձամբ դիմել էր Արևմուտքին եւ դրա դիմաց ստացել էր եւ դիվանագիտական եւ ֆինանսական աջակցություն եւ այդ Արևմուտքը նաեւ նրան խոստացել ընտրություններից առաջ եւ ընթացքում լինել Հայաստանում։ Ուզում են կրկնել Մոլդովա 2 սցենարը։ Ռուսաստանը շատ պարզ հասկացրեց, որ եթե այնինչ կարելի է Արևմուտքին, ապա այդ նույնն էլ կարելի է իրեն։ Երկրորդը, այստեղ խնդիրը հետևյալն էր, որ Նիկոլը փորձեց Պուտինին մեղադրել Արցախի հանձնման մեջ, բայց երկու ոտքով ընկավ թագարկը, ինչի համար եմ սա ասում, ուրեմն մենք մինչև հիմա լսում ենք, չէ՞, Արարածից, որ իր շնորհիվ Հայաստանը լրիվ անկախացել է, մենք ձեռք ենք բերել ինքնիշխանություն, մենք ունենք ազատ արտաքին քաղաքականություն եւ այլն եւ այլն։ Խնդիրը հետեւյալն է. Նիկոլին հավատացող զանգվածը մի հատ իրեն չի հարցնում, բայց մենք այդքան ինքնիշխան էինք։ Պուտինը ով է, որ որոշի Արցախը հայերինն է, թե ադրբեջանցիներինն է։ Այսինքն ինչ է նշանակում։ Պուտինը 2 անգամ ասեց, ես էլ Արցախը տվեցի Ադրբեջան։ Չէ, հետաքրքիր է, չէ՞։ Ասենք, եթե հիմա Պուտինը ասի, որ Հայաստանի Հանրապետությունը դա արևմտյան Ադրբեջան է, մենք ինչ ենք անելու, որ Նիկոլը գլուխը կախ պետք է ասի, որ դե Պուտինն է ասում, վերջ, հա։ Սա ինչ ապուշություն է, ես այսպեսի բան չի էլ պատկերացնում, որ ասենք ղեկավար մարդ կարող է այն աշճանի շրիշակի մագարտակի ցածրանալ, որ իր անիծյալ իշխանությունը պահելու համար կարող է այսպեսի հիմարություններ արդաբերել։ Իհարկե Մոսկվայում սա շատ լավ հասկացան նաև, որ Արցախի հանձնումը Նիկոլը ամբողջությամբ պաշտոնապես գցեց Պուտինի գրբանը։